Պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց դուք հետևողականորեն անդրադառնում եք այս իշխանության, իրենց ներկայացուցիչների թալանի, կոռուպցիայի եւ այսպես ինչ եք առանձնացրել այսօրվա համար Նիկոլ Փաշինյանի տիկինը, զուգընկերը, Աննա Հակոբյանը, հրապարակայնորեն այլևս, ասում են ժամանակին տեղ միջավայրում, ընտանեկան միջավայրում, հիմա հրապարակայնորեն հայրել դեռ չէ, բայց ասում են դրաներ կհաստի, վիրավորում է մարդկանց, էշ, համբալ, ոչի, տգետ, տխմար, այս բառապաշարով, խնդրեմ ձեր խոսքը, ձեր դիտարկումը եւ ինչ եք առանձնացրել։ Գիտեք Տիկին Մարիամ, գիտեք այն որ Նիկոլ Փաշինյան ստախոս է, դավաճան է, թուրքական լրտես է, թուրքական գործակալ է, բոլորս գիտենք, կոռուպցիոներ է, կապիտուլյանտ է, բոլորս գիտենք, բայց որ այն Նիկոլ Փաշինյան տխմար է, առաջին անգամ ասեց Աննա Հակոբյանը։ Գիտեք ինչպես։ Ով է առաջին անգամ ասել, որ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կինը չէ, պարզապես Նիկոլ Փաշինյանի հետ ապրող, նույն հարկի տակ ապրող, համատեղ երեխաներ ունեցող կին է։ Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ Աննա Հակոբյանը հարճ է։ Հայաստանի բացատրական բառարանում գրված է կինը, որը ապրում է նույն հարկի տակ տղամարդու հետ, բայց չունի իրավական որևէ ստատուս, նա կոչվում է հարճ։ Նա ասում է տխմար են նրանք, ովքեր ինձ հարճ են ասում, տխմարները, այսինքն Նիկոլ Փաշինյանը տխմար է։ Նա ոչիլ է ասում կամ տգետ է ասում նրանք, ովքեր թալանի մասին են, չէ՞ խոսում։ Խնդրում եմ իմ բերած 3 կադրերը տրեք, թող ժողովուրդը նայի։ Հակոբյանի պատկանող 88 սուպերմարկետների ցանցը, որ ղեկավարում է վերջինիս Կրպանի գործարար Նարեկ Նալբանդյանը։ Ծիրան սուպերմարկետների ցանցը գնելուց հետո բանակցություններ է վարում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը գնելու համար։ Դա է պատճառը, որ ներկայումս հարկային տերորի են ենթարկվում Սամվել Ալեքսանյանին պատկանող հիմնարկությունները, որպեսզի սուպերմարկետների գնման բանակցությունները ընթանան հօգուտ Աննա Հակոբյանի։ Լավ։ Տիկին Աննա Հակոբյան, տիկին չի կարելի զզահել, որ դուք տիկին չեք, դուք հարճ եք։ Հարճ Աննա Հակոբյան։ Արդյոք դա մամուլը չի գրում։ Արդյոք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվող, ազգի փրկության ճանապարհը բռնած մարդիկ իրավունք չունենք մամուլի մասին օրենքի, ԶԼՄ-ների մասին օրենքի համաձայն օգտվել մամուլում հրապարակված նյութերից։ Դες այնտեղ նշված է 8 սուպերմարկետներ ձեզ են պատկանում։ Ծիրան սուպերմարկետները գնել են Նարեկ Նալբանդյանի եղբոր անունով։ Այսօր փորձում եք Երևան Սիթիների ցանցը գնել Նարեկ Նալբանդյանի անունով։ Ով է Նարեկ Նալբանդյանը, որը 2018 թվականին պարտքեր ուներ, մի քանի միլիոն դրամ պարտքեր ուներ, դատական կարգով ինքը պետք է մուծեր, չէր կարողանում մուծեր, հարկադիր էր տրված իր գործերը։ Այսօր 7 տարի այս հեղափոխությունից հետո դարձել է սուպեր օլիգարխ։ Այդ ինչ լավագույն, մեծագույն արժանինքների համար Golden Palace-ը Ծաղկաձորի, կառավարության նվիրատված Ծաղկաձոր Golden Palace-ը, որը գնահատվել էր կառավարության կողմից 10 միլիարդ դրամով, 50% իջեցվեց նրա գինը եւ տրվեց Նարեկ Նալբանդյանին, ուշադիր լսեք, սիրելի ժողովուրդ, տրվեց Նարեկ Նալբանդյանի 5 միլիարդ դրամով, այն էլ 10 տարի Նարեկ Նալբանդյանը պետք է այդ Golden Palace-ը աշխատացնի եւ այդ 5 միլիարդը մուծի պետբյուջե։ Այսինքն զրոյից առանց որևէ ներդրում կատարելու մարդը դառնում է տասնյակ միլիոնավոր դոլարների սեփականատեր, նրան զիջվում է մոտավորապես 25 միլիոն դոլար, կառավարությունը զիջում է նրան 25 միլիոն դոլար, այսինքն փեշքեշ է տալիս նրան, փեշքեշ, ասում է քեզ նվիրատվում ենք, այդ 25 միլիոն դոլարը քեզ ենք տալիս։ Եվ Նարեկ Նալբանդյանը, նաև նրա կինը գնում է Հովիկ Աբրամյանի տունը։ Եվ լսեցիք, ոչիլ անվանող, մարդկանց ոչիլ անվանող ոչնչություն։ Դուք լսեցիք, չէ՞ ինչ են ասում, որ դուք եք 8 սուպերմարկետների ցանկի տիրուհին։ Դուք ասում եք, այնքան են ասել այդ ոչիլները, այդ տգետները, որ մարդիկ սկսել են հավատալ։ Լրատվամիջոցը
ինչու պատասխան չեք տալիս այդ լրատվամիջոցին։ Թե դվին հյուրանոցային համակարգն էլ ձերը չէ, որը 3 օրում մարդիկ տասնյակ տարիներ պայքարում են կազինոյի իրավունք ձեռք բերելու համար Երևանի ամենաշքեղ հյուրանոցների մեկում չեն կարողանում, բայց դվինը հենց որ Վիվարոն գնում է, իսկ Վիվարոն եւ Նալբանդյան Նարեկը դրանք Աննա եւ Փաշինյանի օլիգարխներն են, այսինքն այն ինչ նրանք ունեն, բոլորը պատկանում է Աննային եւ Փաշինյանին։ Այդ մասին խոսում են բոլորը։ Եվ խնդրում եմ երկրորդ կադրը ցույց տվեք։ Պետությունը ստացա բավականին հավաստի, որ ըստ օդում կախված լուրերի դվին այդ հյուրանոցի վաճառքը, որը դնել է ըստ ինչև այդ ունեցած մեր տեղեկությունների Վիգենը Վիվարոյի, այդտեղ մասնակցություն ունի նաև Աննա Հակոբյանը, ու այն որ հիմա իրանք ստացել են արդեն ոնց հասկանում եմ կազինոյի լիցենզիան, նաև նրա հետևանքը, որովհետև իրանք օրթախներ են, Վիգենը շատ ասում է օրթախ բառը, նույնիսկ հիմա ինչ-որ անհար է պլատֆորմա է օրթախ, ինչ-որ թուրքերի հետ կապված, ինչ-որ Թուրքիա մեջը եկան այդպես թուրքերի բիզնեսը ունի շատ լուրջ է, դրա խաղաղային այդ ինդուստրիան նաև Թուրքիայի վրա տարածվել, ասնոտ պատկորնի է, բայց դաժե թուրքական պրեսան գնում է, որ դա քրական գործը դա շատ լուրջ է վայելն եւ Վիգենին էլ են, Վիգենի մասով էլ կա ինչ-որ բաներ էլի, ասում Վիգենը որտեղ փողը, այնտեղ կապ չունի օրենքը, չորենքը, որտեղ փողը, այնտեղ օրթախ։ Այո, մի խոսքով հիմա գիտեք, որ շատ է խոսում նրա մասին, որ Տիկին Աննա Հակոբյան, ինչ կասեք դրանում։ Իհարկե, տղաները իմնի իրավական քաշքշուկներից զերծ մնալու համար օդում կախված լուրեր անվանումն են ասում, որը իրավաբանորեն ապահովում է իրենց, բայց չէ որ իրականում մարդիկ բոլորն են այդ մասին խոսում։ Եվ ինչպես պատահեց, որ դվին հյուրանոցի տերերը 1 տարի իրավական հետապնդումներից հետո դվինը շատ էժան վաճառեցին։ Թե ձեզ թվում է բոլորը տգետ են ձեզ նման և չգիտեն, թե ինչ է կատարվում իրականում։ Այդ ինչպես է պատահում։ Հաջորդ կադրը խնդրում եմ ցույց տվեք։ Ուրեմն լավ, հաջորդ կադրը մյուս անգամ ցույց կտանք, երևի տեխնիկական պատճառներով չի ստացվում։ Ես ուզում եմ մի բան նայել ու հետո շարունակել։ Դե լավ, ինչևից է։ Այդ ինչպես է պատահում դա։ Դուք չեք կարող ասել։ Հիմա ով է տգետ։ Ոչիլ հայերենում կա մի գեղեցիկ բառ՝ մակաբույծ։ Այսինքն մակաբույծը բոլոր տեսակի տիզերը, ոչիլները, որոնք սնվում են ուրիշ կենթանի օրգանիզմի հաշվին կոչվում են մակաբույծ։ Դուք հայ ժողովուրդ եւ հայոց պետականության ոչիլներն եք, Աննա Հակոբյան։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս երկրի ստեղծագործ մարմինն են, որի արյունը տիզի նման քամում եք։ Ինչ եղավ են Կլուբնիկի գործը $5 միլիոն, որ բանակին Կլուբնիկ չկարողացաք արտահանել ձեր ընկերու Կլուբնիկը վաճառեցիք բանակին։ Պամիդոր վարունգով խափեցիք հայ հասարակությանը եւ կործանեցիք մի ամբողջ հզոր բանակ։ Թե ուզում եք հասարակության ներքաշեք ուրիշ գործընթացների մեջ եւ մոռացության տալ, որ մեր պատմական հայրենիքը, որը հայ ժողովրդի առաջին անգամ պատմության թատերաբեմ իջնելուց ի վեր հայկական է եղել, դուք տվեցիք Թուրքին։ Թե ուզում եք մոռացության տալ, որ Հայաստանը ուզում եք դարձնել Թրքաստան եւ թուրքեր բերեք 300,000 բնակեցնեք այստեղ։ Թե ուզում եք ցույց տալ, որ ձեր անբան կառավարությունն հետ ընդհանրապես ոչինչ չունեցող գործունեության արդյունքում Հայաստանը այսօր դարձել է թուրքի ոտքերի կոխան, ոտաշ ճանապարհ։ Դա եք ուզում ասեք, ինչ եղավ։ 150 միլիոն հայկական հիմնադրամի փողերը, որ փոխանցվեցին կառավարության պետբյուջե եւ այդպես էլ անհայտացան, եւ Նիկոլ Փաշինյանը ասեց՝ միջազգային ընկերություն եկել է
վերջը ստուգել է եւ այլ ամեն ինչ բարեհաջող է եղել եւ այլ այդ միջազգային ընկերությունն ասես որ իրենք Հայաստանում ստուգումներ չեն արել բայց այդ սուտը 150 միլիոն թալանի այդպես էլ փոշիացավ եւ այսօր սփյուռքահայերը 150 միլիոն են պահանջում իրենց ուղարկած փողն են պահանջում ինչ եղավ ուր է կառավարությունից 100 միլիոն դոլարը որը փոխանցել է պետբյուջե ու կորել է եւ ինչպես Մեր Հրանտ Բագրատյանն է ասում 60 միլիարդ դոլար փող է կորել Հայաստանի Հանրապետության պետբյուջեից այս ընթացքում։ Ուր են այդ փողերը։ Ուր է 7 միլիարդ դոլար ոչ մրցույթային կարգով գնումների հատկացումները ով է թալանել դա կոռուպցիա չէ։ Սիրելի հայ ժողովուրդ 7 միլիարդ դոլարով Հայաստանի Հանրապետության Ուշադիր լսեք ասեմ, Հայաստանի Հանրապետության թոշակները կրկնակի կբարձրացվեին, մինչև 100,000 թոշակ ստացող բոլոր թոշակները կրկնակի կբարձրացնեին եւ 20 տարի այդ 7 միլիարդով այդ թոշակների բարձրացումը կապահովեին առանց որևէ խոսքի։ Բայց այդ 7 միլիարդը, որը պետք է մեր թոշակները ավելանար բոլորից, կենցաղային մակարդակը ավելանար, տնտեսությունը զարգանար, Նիկոլական, քպեական աղբը կոռուպցիոն սխեմաներով գողացել է Հայաստանի Հանրապետությունից։ Դա պաշտոնական տվյալներ են, որ 7 միլիարդ դոլար, 8 միլիարդ դոլար փող է հատկացվել, միայն 1 միլիարդ դոլար է գնումների մասին օրենքի համաձայն մրցույթային կարգով իրականացվել, մնացած 7 միլիարդ դոլարը արտամրցույթային կարգով գողացվել է Հայաստանի Հանրապետության պետբյուջեից։ Այսօր տեսեք վերջերս Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսպես խելոք տեսքով ֆինանսների նախարարի հետ խոսում են որ մենք Սիսիան Քաջարյան ճանապարհը ձորերի միջով անց են կացնելու մենք ստեղծագործ աշխատանքով ենք զբաղված եւ 336 միլիոն դոլար վարկ ենք վերցնում երկու թունելներ են կառուցում նախքին ոչ մի կառավարություն այդ թունելները չի կառուցել 100 միլիոն դոլար պարտք ենք ավելացնում պետական։ Սիրելի ժողովուրդ, դուք գիտեք, որ այդ պարտքը, այսօր որ турքերը, բյուջերը, турքերը, տույժերը, հարկերը կրկնակի բարձրացնում են, այդ պարտքի սպասարկումն է, այս տարի միայն Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը 2 միլիարդ դոլար է լինելու։ Այս 2 միլիարդ դոլարը նա ասա մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը 350 միլիոն դոլար էր։ Հիմա 350 միլիոն դոլարը համարյա 5 անգամ ավելացել է պետական պարտքի սպասարկումը այդ ապաշնոր ոչիլ մակաբույց իշխանության օրում, որի փայլուն ներկայացուցիչ են Նիկոլն ու Աննան են։ Տխմարն ու հարճը որովհետև Նիկոլ Աննային անվանել է հարճ, Աննան Նիկոլին անվանել է տխմար։ Բայց ձեր ողբերգությունն է 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 13 միլիարդ 50 միլիոն դոլար, ուշադիր լսեք, սիրելի ժողովուրդ։ Եվ այդ 13 միլիարդ 50 միլիոն դոլարից 7 միլիարդ 850 միլիոնը ավելացել է Նիկոլ Փաշինյանի իր իշխանության օրոք։ Եվ Հայաստանի Հանրապետությունում չի կառուցվել որևէ արտադրական միավոր, չի կառուցվել ոչինչ։ Եվ այդ փողը չկա։ Եվ այդ փողը չկա, հասկանում եք։ Ինչ կոռուպցիա է Նիկոլ Փաշինյանը իրականացրել, որ 7 միլիարդ լափել է, հետքը չկա ու ոչ ոք չգիտի։ Միայն աշխարհի տարբեր ծայրերից մենք լսում ենք, որ այս կամ այն օֆշորում, այս կամ այն երկրում ոչիլն ու տխմարը, հարճն ու տգետը օֆշորային խոշոր հաշիվներ ունեն, սեփական բանկեր ունեն, տներ ունեն, այս ունեն, այն ունեն։ Եվ չգիտես ինչու։ Նրանց իմ քայլի հասցեն
իրենց մտերիմների տան հասցեն է, այդ ինչ կոռուպցիոն սխեմաներ են։ Այդ ինչ կոռուպցիոն սխեմաներ են։ Եվ ասեմ ձեզ, 13 միլիարդ 50 միլիոնին 2025 թվականին ավելացրել 750 միլիոն դոլարի պարտատոմսերը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարության պարտատոմսերը վաճառել է արտասահման 71% սպասարկմամբ։ Ամբողջ աշխարհում ամենաթանկ պարտատոմսերի սպասարկումը 4% է, ամենաթանկ։ Հայաստանի պարտատոմսերը 3.1%-ով ավել։ Այդ 3.1%-ը 750 միլիոնի, որը 10 միլիոնավոր դոլարներ է, ում գրպանն է գնում։ Եվ որոնք են այդ օֆշորային կազմակերպությունները, որոնք գնել են Հայաստանի Հանրապետության այդ 750 միլիոն պարտատոմսեր, միլիոն դոլար արժողության պարտատոմսերը։ Եվ մեր պետական արտաքին պարտքը ավելացել է 750 միլիոնով։ Ուր կորավ 102 միլիոն բժշկական ապահովագրության եւ բարեփոխումների համար այս տարի վերցրած վարկը։ Այն դեպքում, երբ դեղերը, բժշկական սպասարկումը, օպերացիաները, բժշկական միջամտությունները, ամեն ինչ 50%-ով թանկացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Դուք հասկանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե ինչ է նշանակում 50%։ Լաբորատոր բոլոր ստուգումները 50%-ով թանկացել են։ Օպերացիաները 50%-ով թանկացել են։ Պետ պատվերով օպերացիաները կրճատվել են 86%-ով, դա բժշկական վերլուծության տվյալներ են բերում 86%-ով։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միջինը, հիվանդ քաղաքացին իր առողջությունը վերականգնելու համար ծախսում էր, օրինակի համար 1000 դրամ, այսուհետ ծախսելու է 1600 դրամ։ Այսինքն 60%-ով թանկացել է ամեն ինչը։ 50%-ով բժշկական սպասարկումը, եթե դրան գումարում ենք օպերացիաները եւ դեղորայքի թանկացումները, ապա դառնում է առողջության վերականգնման համար 60% թանկացում։ Եվ ինչ ենք մենք ստացել փոխարեն այս իշխանություններից։ Արցախի կորուստ 150,000 հայերի հայրենազրկում։ Իսկ ասֆալտի մասին են խոսում, գնացեք Տաթև Ղափան, Տաթևից մինչև Խոտանանի ճանապարհը ամեն ինչ ավերվածը քանդված է։ Այդ ճանապարհ չէ, համընդհանուր փոսեր են, համընդհանուր։ Եվ վերջերս ես գնացել էի Խոտանանի նոր ճանապարհը նայելու, եւ ես ինչ ականատեսներ խփել էին մի հատ մեծ մեքենայի, սեդան մեքենան խփել էր մեծ բեռնալ փոխադրող մեքենայի, որովհետեւ փորձել էր ճանապարհը շրջանցել, հաշվարկ չէր, ճիշտ չէր արել եւ խփել էր այդ մեքենային։ Եվ այդտեղ ծախսվել է 50 միլիոն դոլարի չափ փող։ Ո՞վ է պատասխան տալու։ Ո՞վ է պատասխան տալու։ Սիսիան Քաջարյան ճանապարհը 336 միլիոն դոլար են վերցրել այդ ճանապարհը, վարկ են վերցրել այդ ճանապարհը կառուցելու համար։ Մինչդեռ այդ ճանապարհի կարիքը չէր լինի, եթե Որոտանի հատվածը Նիկոլ Փաշինյանը չնվիրեր Ալիևին։ Այսինքն 100 միլիոն դոլար վերցրել են երկու թունելների շինարարության համար, այսինքն մեր պետական պարկը այսօրվա դրությամբ կազմում է 14 միլիարդ 238 միլիոն դոլար։ 2026 թվականին մեր պետական պարկի սպասարկումը արդեն հասնելու է 2 միլիարդ 500 միլիոն դոլարի, որը համարյա մեր պետական բյուջեի 50%-ն է։ Արդեն մեր հնայի, արտաքին պարկը մեր հնայի 65% է կազմում։ Ահա այս իշխանությունների արածը։ Եվ եկեք ամփոփենք, ինչ է արել այս իշխանությունը եւ ինչ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնելու հայ ժողովրդի վերջնական կործանումից առաջ։ Ինչ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու։ Արցախը հանձնեց, բանակը ոչնչացրեց, անվտանգությունը երկրի ոչնչացրեց։ Եթե ուզում եք անվտանգությունից հասկանալ ինչ է կատարում, գնացեք Սյունիք։
Ամեն օր կրակում են Սյունիքում։ Ամեն օր։ Անաստագլխականակը Սյունիքում կրճատվել է 60%-ով։ 25 դաշտերից ցանվել է միայն 5-ը։ Ես էլ ունեմ այնտեղ հողատարածք, գնացել եմ որպեսզի տեսնեմ ինչ վիճակում է, վերջապես հնարավոր է, ես տեսել եմ ոչ մեկ այդ հատվածում չի ցանել, որովհետև թուրքը գլխին նստած է։ Եվ ոչինչ չկա։ Բանակ, որը զորավարություն չի անում, բանակ, որը զինտեխնիկա չունի, բանակ, որը մարտական եւ պատրաստություն եւ մարտական պատրաստականություն չի անցնում։ Ահա ամեն ինչ։ Այսպեսակ Ալբանիայի այդ ուզում նկարագրեք, գնահատեք այս կադրը, ևս մեկ անգամ նայեք, պարոն։ Ես բազմաթիվ անգամ նայել եւ ստորակարշը սուրճի է հրավիրում իր տիրոջը, իսկ տերը մեծ սահոքաբար ասում է գնա ես կգամ։ Այդպես ասում են միայն օգտագործված դեն նետած ոչնչություններին։ Միացրեք։ Նկարն է պարզապես պատկերը, ես սրան զուգահեռ Ալիևը ևս մեկ անգամ Բուդապեշտում Օրբանի թաղասուրիսում հաստատեց, որ սահմանադրությունից պետք է հրաժարվեն այդ երկու Մինսկի խմբից պետք է հրաժարվեն։ եւ Երևան վերադարձի Այո։ Հիմա ես դրան էի ուզում անդրադառնալ, դուք կանխեցիք ինձ։ Սահմանադրություն եւ Ալիևը նաեւ դրանից հետո ուրիշ ավելի զիլ հայտարարություն արեց, որը յուրաքանչյուր հայ ով ունի ազգային ինքնասիրություն պետք է ամոթից սատկի, եւ որովհետեւ լռում է։ Նա ավելի սարսափել, ասեց խաղաղության պայմանագրի բոլոր կետերը թելադրվել են, պարտադրվել են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը խաղաղության պայմանագրին ոչ մի կետի հետ առնչություն չունի։ Դրանք մեր պահանջներն են, որ Հայաստանը ստիպված պետք է կատարի։ Երբ Դավաճան Կապիտուլյանտ ստոր տխմար Նիկոլը հայտարարում էր, որ այդ ինչպես է մենք ասենք արևմտյան Հայաստան, թուրքերը չեն ասի արևմտյան Ադրբեջան, դա դրանով իրավական ստատուս տվեց հայկական պատմական վերջին կտորը ադրբեջանականացնել թուրքելու համար։ Եվ այսօր ադրբեջանցիները արևմտյան Ադրբեջանի ամբողջ միջազգային առումով արդեն օգտագործում են այդ տերմինը որպես պատմական տերմին եւ պահանջում են 300,000 ադրբեջանցիների գալ այստեղ։ Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանի ամեն օրը դա Հայաստանի կործանում է։ Եվ այդ ամեն օրը ինքը օգտագործում է լիարժեք, որպես վերջնականապես կործանվի։ Ես նորից եմ բերում, դրանք պատմական փաստեր են, ովքեր նիկոլական դեբիլ ժեղ չեն։ Այնքան տգետ չեն, որ գնան Աննայի այս Կապկաս թամաշաների պոռնկադասերին։ Հիշեք, 1987 թվականի մարտահամարի համաձայն Հայաստանում Հանրապետությունում ապրել է 85,000 ադրբեջանցի։ Ադրբեջանի Հանրապետությունում ապրել է 520,000 հայ։ Այսօր 300,000 ադրբեջանցի են ուզում բերեն Հայաստան, ընդ որում շուրաների մակարդակով, ովքեր անգրագետ տգետ են Աննայի նման, ասեմ, շուրա նշանում է ինքնավարություն, թուրքական ինքնավարություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հասկանում եք։ Այլասերված նիկոլականներ հասկանում եք։ Երբ ինչ-որ մեկը հանունի երեխայի աշխատանքի, հանունի լափամանի ասում են Նիկոլը լավն է, դուք հասկանում եք ինչ կլինի, եթե 2 միլիոնանոց Հայաստանում 300,000 ադրբեջանցի կա բնակության։ Քանի տարի հետո հայերը այստեղ փոքրամասնություն կլինեն։ Եվ Նիկոլ Փաշինյան տականքը թուրքական էթնոզտումից, եղեռնից հետո, ադրբեջանական էթնոզտումից եւ 520,000 հայեր մաքրեց Ադրբեջանից, այսօր իրավունք տվեց Ալիևին ազգային էթնիկական զտումների մեջ մեղադրել Հայաստանի Հանրապետությանը։ Երեք Լավրովը շատ ճիշտ ասեց, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում։ Եվ բերեց, որ այն պաշտպանական գծերը, որոնք կառուցված էին հավերժի համար, ռուսական զենքով ու հավերժի համար, Նիկոլ այն տվեց թուրքերին։
10,000 հայ երիտասարդ սպանեց, որպեսզի ազգը վախենա, կոտրվի ազգի դիմադրողական ոգին եւ թուրքը տեր դառնա այդ ամուր պաշտպանական գոտիներին եւ տեր դառնա Արցախին։ Իհարկե, հայ ողորմելի ոչիլների, տխմարների եւ տգետների համար մտածեցին նախկիններն են հանձնել, բանակն են թալանել, դաշնակներն են հանձնել, Շահրամանյանը ստորագրեց, մենք կապ չունեինք։ Որովհետեւ հերոստատեսությունը ամբողջովին իրենցն է եւ իրենք ցույց չեն տալիս Էրդողանի այն խոսքեր, որ ասեց Արցախ հայաթափելուց առաջ մենք ամեն ինչ պայմանավորվել ենք Նիկոլի հետ։ Լավրովն ուղիղ տեքստով ասեց, որ մենք փաստի առաջ կանգնեցինք, երբ Արցախը տվեց Նիկոլ Փաշինյանը։ Պուտինը հայտարարեց, որ մենք զարմացած ենք։ Եվրամիության բորելը արտաքին հանձնաժողովի նախագահ հայտարարեց, որ առաջին ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանն էր, ով ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում։ Այսինքն ես միայն չեմ ասում այնպիսիները, որ ասեք, ռուսական կողմնորոշում են, Եվրոպան էլ է այդ մասին փաստում։ Եվ զարմացած։ Եվ հիմա սուրճի է հրավիրում մեկին, ով ասում է դու գնա ես կգամ, այսինքն լակո դով ես, որ ես քեզ հետ տեղ կամ, գնա սպասի, ժամանակ կունենամ կգամ։ Հայ ժողովուրդ, դա Ալիևի թքելն էր մեր բոլորիս ինքնասիրության վրա։ Եվ Ալիևը Նիկոլի հետ միասին թքեց այդ ինքնասիրության վրա։ Բայց ես ուզում եմ մի բան եւս անդրադառնամ։ Աննա Հակոբյան, դուք հաճախ ասում եք, որ դուք կոռուպցիաների ոչ մի բանի հետ կապ չունեք։ Լավ, հասկացանք։ Վերջերս Մարգարյանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ հստակ դրված է, որ Իմ քայլը հիմնադրամը Ամերիկայի փոխանցել $6 միլիոն։ Ես ուզում եմ ասել, ՀԿ-ների մասին օրենքով յուրաքանչյուր 6 ամիս ՀԿ-ները պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց ֆինանսական գործունեության եկամուտների եւ ծախսերի մասին։ Աննա Հակոբյանի հաշվետվությունները ոչ միտեղ չկար։ Կոռուպցիոն հանձնաժողով, կոռուպցիոն դատարան, կոռուպցիոն քննչական, հակակոռուպցիոն քննչական մարմիններ, ինչու՞ չեք հետևում դրան։ Այդ ինչպես է եղել, որ Իմ քայլը հիմնադրամ $6 միլիոն է փոխանցել Ամերիկա։ Թե պարոն Մարգարյանը, որը քաջատեղյակ է, թե լռության եք մատնում։ Ինչպես $211 միլիոն, որ Ադրբեջանի կենտրոնական բանկն էր փոխանցել մինչև այսօր, բայց չէ որ այս իշխանությունը մի օր գնալու է եւ վիրավորված ու ստորացված, պարտված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը պատասխան է պահանջելու այսօրվա քաղաքական իշխանությունից, պատասխան է պահանջելու տգետ հարճերից, պատասխան է պահանջելու այն երեխաներից, ովքեր ավտոբուսներով տեղափոխվում են քաղաքից քաղաք, որպեսզի մասսա ապահովեն, թիվ ապահովեն Աննա Հակոբյանի տգիտության դասերից համար։ Բոլորդ պատասխան եք տալու։ Բոլորդ պատասխան եք տալու։ Դե ձեզ թվում է, որ Ռուսաստանի համբերությունը անհատակ է եւ Ռուսաստանը միշտ պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությանը կամ Եվրոպան պաշտպանելու ոչ, բոլորը իրենց ցավն ու դարդն ունեն, բոլորը իրենց ծրագրերն ու նպատակներն ունեն, ազգային խնդիրներն ունեն, ազգային դժվարություններն ունեն, ծրագրերն ու նպատակներն ունեն, բոլորը ապրում են իրենցով։ Մենք դարձանք ոտքի կոխան, մենք դարձանք յաթաղանի մարմին։ Եվ ուզում եմ ասել, Նարեկ Նալբանդյանը վերջերս մի փայլուն գնում է կատարել։ Նա գրել է նոր Հաչինի ադամանդի գործարանը, շողակն գործարանը, $3 միլիոն։ Իհարկե այնտեղ 3 անհատներ կան, 33.3% փայաբաժնետերերով, բայց քանի որ Նարեկ Նալբանդյանը Աննա Հակոբյանի գործարարն է, ապա մենք եկեք շնորհավորենք Աննա Հակոբյանին շողակն ադամանդի գործարանի ձեռքբերման կապակցությամբ, որովհետև շողակն ադամանդի գործարանը դա Խորհրդային Միության լավագույն, ամենալավագույն գործարաններից մեկն է, որ այսօր Տիկին Աննայի
սեփականությունն է դարձել Նարեկ Նալբանդյանի անվամբ։ Եկեք շնորհավորենք նաև դա։ Եվ ամփոփելով ասում եմ, երբ ես հանել եմ կոռուպցիոն այն բոլոր պատմությունները, որոնք այս 7 տարիների մեջ ընթացքում եղել են, եւ այդ կոռուպցիոն պատմությունները Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եւ ԿՊ-ականների կազմել են 2800 խոշոր կոռուպցիոն գործարքներ եւ աղմուկներ, որոնք այսօր ոչ մի իրավական եւ հասարակական գնահատականի չեն արժանացել, պատասխան չեն տրվել։ Եվ ինչպես Ռուբիոնը վերջերս հայտարարել, Մարկո Ռուբիոն, Ամերիկայի պետքարտուղարը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմի հավանականությունը մեծ է։ Իսկ այդ պատերազմի հավանականության մեջ այսօր Ադրբեջանը գերհզոր է, Հայաստանը գերթույլ է։ Եվ ինչպես Էրդողանը վերջերս հայտարարեց, որ հարավային Կովկասը թուրքական աշխարհի համար կարևորություն ունի։ Այսինքն հարավային Կովկասը ամբողջովին թուրքական գերիշխանության տակ պետք է անցնի, իսկ այդ գերիշխանության մեջ Հայաստանի Հանրապետություն չկա, ով հայ ժողովուրդ, ժամանակն է, որպեսզի դուք դուրս գաք տխմար, հարճ, ոչիլ տգետներից այս ազգը փրկելու համար։